Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, միասին ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Խորհրդմայրը 2 ամիս բռնության է ենթարկել օրեր առաջ կլինիկական մահ ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված երեխային հայտնում է դատախազությունը, կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Առողջապահության նախարարը մանրամասներ է հայտնել փոքրիկի առողջական վիճակի մասին։ Ունենք դրական տեղաշարժ եւ բժիշկների հսկողության տակ է, ես ուզում եմ իմ շնորհակալությունն ու գնահատանքը արտահայտել մեր ողջ բժշկական անձնակազմին, ովքեր իրենց պրոֆեսիոնալ եւ ճիշտ ճշգրիտ աշխատանքի շնորհիվ փրկել են երեխայի կյանքը։ Տիկին Ավանեսյան, բայց ասում են ծայրահեղ ծանր վիճակում է։ Ես ավել ինֆորմացիա չեմ տա բժիշկների հսկողության տակ։ Անահիտ Ավանեսյանը նաև անդրադարձել է իրենց ուրախ ավտոբուսին, որով շաբաթ կիրակի շրջում են մարզերով։ Մեր ուրախ ավտոբուսը, որը որ ուրեմն այս օրերի ընթացքում ես պետք է ասեմ, որ մեր քաղաքացիների, մեր ժողովրդի այն ահռելի սիրո, աջակցության եւ գնահատանքի ալիքը չափաբաժինը, որ ստացել ենք, մեզ մղում է էլ ավելի լծվելու ծառայելու մեր ժողովրդին։ Երևանի դպրոցներից մեկում 11-ամյա աղջնակի են ծեծել, նա տեղափոխվել է հիվանդանոց, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Մալաթիայում։ Երեխայի մայրը հայտնել է, որ նա տարաձայնություններ է ունեցել դասընկերուհու հետ, որը ձեռքերով եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել է իր աղջկա մարմնի տարբեր հատվածներին։ Դրա հետևանքով աղջկա փորն ու ծունկը կապտել են։ Վլադիմիր Վարդանյանը պատրաստվում է գնալ սահմանադրական դատարան, թեև նա մանդատը դեռ վայր չի դրել, սակայն հրաժարվել է վարել հանձնաժողովի նիստը։ Հարգելի գործընկերներ, այսքանը շնորհակալություն։ Խնդրեմ Տիկին Ջուլիան։ Պարոն Վարդանյան, ձեզ նույնպես շնորհակալություն, իհարկե չարժեր շտապել հրաժեշտ տալ, բայց լավ, այսօրվա նիստը այսպես կանենք։ Մասնակցում նիստի, եթե դեռ չկա հրաժարական ազգային ժողովի հայտարարությունը չկա։ Որովհետև շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս այնպիսի վարկագիծ դրսևորել, որը չի ստեղծի լրացուցիչ իրավական խոչընդոտներ որևիցե մի սուբյեկտի համար, թե ազգային ժողովի, թե սահմանադրական կարգավորվող է, թե ձեր շահերի բախումից խուսափել։ Օրինակ տեսեք, այս օրակարգում կա սահմանադրական դատարանի մասին օրենք, եւ դրա քվեարկության մասնակցությունը ինքնին կարող է ստեղծել շահերի բախում։ Այսքանը շնորհակալություն։ Բայց մարդիկ ինչ հավատ ունեն, որ դուք ԿՊԱ-ական լինելով գնում եք։ Ես ասացի, որ ես մեկնաբանություններ չեմ ԿՊԱ-ականներով լցվում եք սահմանադրական դատարան։ Ես ասում եմ, որ մեկնաբանություններ չեմ տալու, շնորհակալություն։ Այսօր խորհրդարանում էր Սրբուհի Գալյանը, նախարարը սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը հանել չհանելու հարցին ուղիղ չի պատասխանել։ Դուք էլ ասել եք, որ տեքստը պատրաստ է, հանվել է փաստորեն, հա, հռչակագիրը։ Խորհրդում դեռ չենք քննարկել եւ ուրեմն պատասխանել ուղիղ ձեր հարցին չեմ կարող։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք առաջարկենք խորհրդին, քննարկելուց հետո անպայման ձեզ էլ տեղեկատվենք։ Բայց տեքստը պատրաստ է, տեքստում հանված է, թե ոչ։ Իշխող խմբակցությանը այդ տեքստը տալու ցույց ենք տվել։ Արդեն քննարկել ենք ոչ մեկ անգամ, քննարկել ենք, տարբեր դրույթներ ենք, չէ, այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ Հանել եք անկախություն։ Չէ, ներածությունը չի եղել, իսկ անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է։ Ինչու չի եղել։ Որովհետև դեռ չենք ամբողջացրել, ունենք մի քանի տարբերակ։ Իսկ ինչ է ասվել այդ մասին է խոսքը։ չի լինելու, հենց այդպես է։ Ինչ է նշանակում ոնց եք թերի ներկայացրել։ Իսկ ինչու է պարտադիր աշխատանքային քննարկումներում ունենալ ամբողջական տարբերակ։ Միքայել Սրբազանը կմնա տնային կալանքի տակ, վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը Շիրակի թեմի առաջնորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Պաշտպան Երեմ Սարգսյանը ներկայացրել է նաև դիմում միջնորդություն, որում Շիրակի թեմի հավատավորները նշում են, որ Սրբազանի շարունակական անազատության մեջ մնալը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատավորների վրա։ Դատավորն Աջապահյանին թույլատրել է մասնակցել պատարակներին, հաղորդություն ստանալ, սակայն պատարակ մատուցել չի թույլատրել։
Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան ընդդեմ Բագրատ arczepiskopos Գալստանյանի, պահանջում են դադարեցնել Սրբազանի սեփականության իրավունքը, թե ինչ սեփականության մասին է խոսքը, հայտնի չէ։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ սկսել է լուծել Ալի Լարիջանիի սպանության վրեժը Թել Ավիվի կենտրոնում խոցվել է ավելի քան 100 թիրախ, ներառյալ ռազմական և ուժային օբյեկտներ։ Կորպուսի գնահատականով հարվածների հետևանքով սպանվել կամ վիրավորվել է հակառակորդի ավելի քան 230 զինծառայող։ Իրանը գիշերը հրթիռներով հարվածել է նաև Դուբային։ Բաղդադում էլ շարունակվում են ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ որևէ երկիր չպետք է թույլ տա, որ իր տարածքը ենթակառուցվածքները օգտագործվեն հարևանների դեմ։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանի Զաֆար Նիե շրջանում մահափորձի թիրախ է դարձել։ Ցինիկ հայտարարություն է արել Իսրայելի վարչապետը։ Մեր ավիացիան հարվածներ է հասցնում խաչմերուկներին և քաղաքային հրապարակներին, որպեսզի Իրանի ժողովրդին հնարավորություն տա նշել կրակի տոնը, այնպես որ տոնեք շնորհավոր Նավրուզը, ասել է Նեթանյահուն։ Իսրայելը հարվածել է նաև Իրանի Շիրազ քաղաքում գտնվող հրթիռային պահեստին։ Նիկոլ Փաշինյանը մտել է ուղիղ եթեր ու բացատրել, թե ինչու է քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելը անկախություն։ Վարչապետը համեմատություն է արել ջրի մեկ ու մի քանի մատակարար ունենալու հետ, ասելով, որ երբ օրինակ ունեք 3 մատակարար, ոչ միայն ձեր անկախության աստիճանը մեծանում է, այլև լրացուցիչ լծակներ եք ստանում։ Հիմա պատկերացրեք, դուք ունեք մեկի փոխարեն ոչ թե 3, այլ 4, 5, 6, 7 մատակարար։ Այդ դեպքում վստահաբար կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ եւ ժամանակին տեղ կհասնեն։ Եթե հանկարծ որևէ մեկը ճիշտ եւ ժամանակին տեղ չհասնի, դուք կարող եք նրանից պարզապես հրաժարվել եւ մեկից հրաժարվելով ի ցույց մյուսների պարտադրել, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ ժամանակին ձեզ ամենահարմար գնով եւ ձեզ ամենահարմար որակով։ 10 նոր իտալական մոտոցիկլներ պարեկային ոստիկանության համար։ Ավելի ուշ գրել է Փաշինյանը եւ տեսանյութ հրապարակել։ Թողնտապետ Զաքարյան։ Փորձարկել են տարբերակով ապեշտի գունագրաֆիկան ասել։ 4 վայրկյան։ Կգործարկեք։ Միասին թերթենք մամուլի էջերը։ Ժողովուրդը գրում է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 26 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Այսպիսով ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցությունների դաշինքը ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը։ Կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը ժամը 18-ը։ Կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված падգամավորի թեկնածուներն իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում մինչև մայիսի 13-ը։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը։ Հրապարակը գրում է, Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրենի պաշտոնից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է։ Մնալու է Թանգարան ինստիտուտում որպես շարքային գիտաշխատող, թեպետ լուրեր կային, որ հնարավոր է զբաղեցնի տնօրենի տեղակալի պաշտոնը։ Իշխանությունը ըստ էության որոշել է ամբողջ խստությամբ պատժել Գզոյանին եւ նրան զրկել ղեկավար պաշտոն զբաղեցնելուց։ Աշխատակազմից տեղեկացանք, որ Գզոյանը հայտնի դեպքերից հետո արձակուրդ է գնացել, տնօրեն լինելու տարիներին աշխատել է գրեթե առանց հանգստի ու երկարատև արձակուրդ ունի կուտակած։ Ասում են մայիսին նոր կվերադառնա աշխատանքի, սակայն դեպրեսիվ վիճակում է։ Կարծում է, որ իշխանությունն իր նկատմամբ այդ քայլով տվել է ինստիտուտի քանդման մեկնարկը։
Ժողովուրդը գրում է, վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ձևաչափը եւ թիմային ներկայության առանձնահատկությունները։ Հատկանշական է, որ այսպես կոչված ուրախ ավտոբուսում վարչապետը հաճախ երևում է երկրի երկրորդ դեմքի Ալեն Սիմոնյանի հետ միասին։ Ուղիղ եթերում նրանք միասին ավտոբուսի մեջ փորձարկում են տարբեր ուտեստներ՝ եգիպտացորեն, պերաշկի, ընկույզի շարոց, թթու եւ ալյուրի լավաշի բրդուճներ եւ այլն։ Բայց քարոզարշավի բուն գործողությունների ժամանակ Ալեն Սիմոնյանը Փաշինյանի շուրջը եւ տեսադաշտում չի երևում։ Ժողովուրդ օրաթերթը կադրերում արձանագրել է, որ քաղաքացիների հետ զրույցներում Նիկոլ Փաշինյանը պտտվում է ինչ-որ հարցեր է տալիս իր սիրելի մի քանի նախարարներին միայն։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին եւ ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանին։ Նրանց հետ միասին է վարչապետը տանում քարոզարշավի հիմնական բովանդակային հատվածը։ Հրապարակը գրում է. Տիրադավների շարքերը նոսրանում են հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, սառեցված է։ Մինչև իշխանական շրջանակներն ամիսներ առաջ պնդում էին, որ օրեցօր եկեղեցու դեմ պայքարն ուժ գնանալու է եւ հոգեվորականները վեհապարի դեմ են դուրս գալու, այժմ մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը։ Երեք տեղեկացանք, որ հերթական Տիրադավը Վայոց ձորի թիմի առաջնորդ Աբրահամ Սրբազանն է հեռանում զբաղեցրած պաշտոնից իր բանավոր եւ գրավոր դիմումի համաձայն։ Մեր տեղեկություններով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը եւս տատանումների մեջ է, ուզում է հետ կանգնել եկեղեցու դեմ պայքարի մտքից։ Դրանից առաջ էլ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանն էր հետ կանգնել միանալով Ավստրիայում եպիսկոպոսների հայտարարությանը։ Տիրադավների խմբակը կարելի ասել այժմ գոյություն չունի, իսկ իրենք Մայրաթորի դավաճան 7 եպիսկոպոսները մեր տեղեկություններով ընկճախտի մեջ են եւ ելքը չեն տեսնում։ Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեվոր հայր Տեր Շմավոն Քահանա Ղևոնդյանը, որը եւս միացել էր Տիրադավների հայտարարությանը եւ մեզ հետ զրույցում վստահաբար պնդել, որ ամեն գնով եկեղեցին բարեկարգելու են, այն հարցին թե կստացվի այս պայմաններում եկեղեցուն փոփոխություններ կատարել, նախկին ընդդիմադիր քահանան ասում է. Աստված գիտե, որևիցե մեկի մասին չի կարող երաշխիքներ տալ։ Ես նորից եմ ասում, մեծ հույս ու հավատ ունեմ, որ բարեփոխումները տեղի կունենան։ Ինչ վերաբերում է Մայրաթորին, ապա ես իմ հոտի հետ եմ միայն աշխատում։ Աշխատում եմ բացառապես իմ հոտի եւ համայնքի հետ։ Մեզ մոտ ամեն ինչ շատ լավ է։ Տեր Զարե Քահանա Աշուրյանն էլ հրապարակի հետ զրույցում խոսելով եկեղեցու դեմ ձախողված պայքարի եւ Տիրադավների խմբակի քայքայման մասին շեշտում եմ. ամեն չար բան ունի իր վախճանը, այնպես ինչպես այս պրոցեսները, որոնք ծրագրվել էին հայ առաքելական եկեղեցու դեմ։ Հնդկաստանում համառ ամուսինը կարողացել է կնոջը հետ բերել այն աշխարհից։ Նա 35 րոպե արհեստական շնչառություն է կատարել, թեև բժիշկները հայտնել էին, որ կինը մահացած է։ Արհեստական շնչառությունից հետո կինը անսպասելիորեն սկսել է շնչել, այնուհետև նրան տեղափոխել են մեկ այլ հիվանդանոց, որտեղ ապաքինվել է։ Ինտերնետի սիրելի կապիկը Փանչը իսկական ընկերուհի է գտել։ Սոցիալական ցանցերում լայն տարածում գտած տեսանյութերում զույգը գրկախառնվում է խաղում եւ նույնիսկ համբուրվում։ Եվ եղանակ մի քանի օր Հայաստանում սպասվում է առանց տեղումների, եղանակ ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 6 միշ։ Հետևեք անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։